Հետևորդներ ջան, բարևներ, ողջույններ, բարի երեկո, այսա շուտով մութը կընկնի ու ասեմ, որ այսօր ենքոն ցուրտ է, երեկ շատ լավ տաք օր է, այսօր լրիվ հակապատկերն է, ցուրտ է ու նոր էլ դուրս եկա պատշգամբ, տեսնեմ ինչ են երկու կողմից այդ սարերից սենց մառախլապատ, մշուշոտ ձյունը գալիս է, մի երկու փաթիլ էլ ձյուն գցեց, ինձ թվում է, որ ձյուն կգա։ Գնումներ են կատարել, բայց դե գնացինք խանութ եկանք, այդ ձյան փաթիլ բան չկար տենց մռայլ ու նոր սկսվեց։ Ինչ ենք առել, ինչ ենք առել։ Սովորական առօրյա գնումներ, ալյուր են վերցրել։ Տեսնեմ այսօր երևի ռուլետ սարքենք։ Սա իհարկե կտրոնը պարտադիր, վերցնում եմ կտրոնը, սկսենք այս ցելոֆանից, բանան, ձու, պետական ձու է, իհարկե սեզոնի տնական ձու էլ է լինում, բայց շատ քիչ, հեսա որ տաքեր ընգնի արդեն տնական ձու, բայց ասեմ, որ երեխեքը այնքան էլ շատ այդ տնական ձվի կողմնակիցը չեն, բայց հետաքրքիր է, ես պահել եմ այն ժամանակ կերել են, հիմա մի տեսակ այն չի, այստեղ խնձորա, կանաչ խնձորն է, մի քիչ խալեր է, բայց ասեմ, որ շատ համով խնձոր է, այս կանաչ խնձորը, այս խալերն էլ չի խանգարում, կվիրահատենք, այսինքն դանակով կեղևը կմաքրեմ, կարևորը, որ շատ համով խնձոր է, Այս մեր ես դիմացի բանջարեղենի խանութից եմ վերցրել և այստեղ յոգուրտներ վերցրել, վերջապես ես մեր սիրած պաներից հանդիպեց խանութում, իչքան գնում եմ, այս պաներից չի լինում, ինքը պղպեղով, սամիթով շատ համով է, բոլորս էլ սիրում ենք, կծու բիբար, այստեղ մայոնեզ, անդադ ասում եմ միշտ ես կսարքեմ մայոնեզը ու չեմ սարքում, խանութից ենք վերցնում Լիլիթի կոնֆետն է, Baby Fox և այստեղ կոլա, այսպես տնենք այստեղ, տեսնենք էլ ինչ ենք առել, Խառը կանաչի է, լավ էլ թարմ է, հեսա շուտով տաքերը ընգնում, ահա անցած անգամ տեսա, կանաչիներս լավ է, մի հատ էլ տաքերը տա նոր ցելոֆան գցեմ ջրեմ, ընտիր համեմ կլինի, այսպես, նավի է, Կոֆե դիրել է արև ձեզ, Ինչ կոֆե, մակ կոֆե, սովորական կոֆե ես ուզում, մի հատ ես ցուցադրեմ, ես գնումները հանեմ, համել պետք է տեղավորենք, անձեռոցիկ, առաջ մի ուրիշ տեսակ էի վերցնում, էլ չեն ստանում, ես էլ վատը չի մեր անձեռոցիկից է, ուրև երև վերջացել է, ոսպ, մածուն և այստեղ շաքարավազ է, այսքան գնումներ, ես էլ մեր այսօրվա սովորական գնումները, որ անհրաժեշտ են։ Չխոսա կոֆե տուր։ Կոֆե։ 3 բաժակ կոֆե դնենք ու անցնենք գործի։ Ինչի քաշվար է տղա։ Ես քաշվամ, ես։ Մեծանում ենք։ Այդ օրը ինչ պիտի երգեմ, մեծացել եմ 1 տարով, հա։ Շատ իմանամ։ Տեսնենք։ Կլնի ծնունդ։ Ամենալավ նվերը, չէ։ Հասա այդ օրը փոթորիկ, անձրև, ձյուն, բան չլինի, տաք լինի, արժի գաղափարը իրագործել։ Կգնանք խմենք, բա ինչ կանենք։
Այս թող մնա այստեղ, որ բացենք և սրանք էլ արդեն, որը սառնարանի է, տեղավոր են։ Ինչ թեմա ես ընտրում։ Ինչպես ուտել մայրիկին հեղերը։ Սրանք այստեղ, ախան բոշնետ դի սառնարան դնենք, ոնց հասկացանք։ Լիլիթ։ Հա։ Գիտես ինչ է իմանալու։ Հա։ Այն նոր տարվա օրը է, որ գալիս ես ասում ես դու 20 տարեկան եք մեզ։ Ահա որ չարեք են, որ ես ինչ եմ անում։ Կլնի, համբերեք, համբերությունը կյանք է։ Թե ասա մենք այդքան չենք կարա համբերենք, հերիքա, որ համբերել ենք, հա։ Ահա, դու նայի Աշո ջան, մի հատ ես արագ ես մրգերը լվանամ դնեմ։ Մենակ կոֆեն չթափի, մնացածը հեչ։ Հիշում ես մեր հողամասի դեղցերը, այս գարունը գնանք այդ նույն տատիկից այդ տնկիներից բերենք։ Տատին քանի տարեկան է։ Տատին արդեն 90 տարեկան էր, բայց տատի եմ ասել, 125 տարեկան արժեր տատին, են ինչ աշխատող տատի է, մենակ մտնես այդ տատիկի տնկարանը, կզարմանաս, ինչի ծառ ասես ունի Աշոտ, ինչի ծառ, հա? Իրար հետ էինք։ Հա, մոռացել եմ, գիտեմ բանակիր, իրար հետ էինք, չէ՞ որ գնացինք, տեսար, չէ՞ մի հատ տենց խոտի կտոր, մի հատ խոտի ծիլ չկար, բանանի ծառ ուներ, կիվի ուներ Աշոտ, տուր, ամեն ինչի ծառ կար, բայց դեղցերը, ընտիր դեղցեր տվեց են, որ հավես էր, Չէ, չէ։ վերև են, որ ասինք, Հա, են, որ 5 հատ։ բաց տեղ է դեպի են, Հա, իմացա 5 հատ։ 5 հատ բերենք տեղ դնենք, չէ, 5 հատ, նարինջ, վաղահաս նարինջ, Էսի գցի բան, վաղահաս նարինջ, մի գցի։ ուրեմն այսպես արդեն մենք երեկվանից պատրաստվում ենք այդ սեր մեր բան, բայց դե ծառ մարեր էլ, ամեն ինչ էլ, համեցի, մի հատ խմում, հա ես այ կոֆե, հա Լիլիթ, էդ ինչ DJ-ի սարքես վերցեք է, կամանց, Այս ատելոս կապի կրնես խես ուտում։ դասերը տարել ես Լիլիթ ջան, ինչի, դասերը տարա, Այդ դրանից, մյուս է։ բեր, մի հատ ապսե բեր դանակի հետ, ահա, վիրահատում ենք խալերը, որ ասում, խալերը հեղացնել, Այդ չեն ուտում այդ մասը։ որը, Հետը։ ես, Այդ որ հանիր։ ես, կուտեն է, ընդհանրապես այս խնձորի միջի հատվածը ավելի օգտակար է, կորիզների մեջ B17 վիտամինն է պարունակում, որը քաղցկեղային ազդեցություն ունի, համով է, բա, այնպես որ մի քանի հատ վերցնենք, ինչը լավ է, Մասս չանալ։
Լավ նուրեր։ Մամա։ Կուճ եմ անում։ Տանեմ տնգեմ։ Կոպտորը խավեսով կծեմ էլի էսի։ Ինչ է։ Կամերա։ Սիրելի հետևորդներ, որոշել եմ ռուլետ պատրաստեմ։ Ուրեմն այս անգամ մեկ այլ բաղադրատոմսով եմ պատրաստում, միշտ պատրաստել եմ մածունով, սոդայով, իսկ այժմ ոչ օգտագործելու եմ սոդա, ոչ էլ մածուն։ Ինչ եմ վերցրել. 1 բաժակ շաքարավազ, 1 բաժակ ալյուր եւ 4 ձու։ Մի փոքր վանիլ։ Այսքանն են բաղադրիչները։ Պատրաստում եմ այս բաղադրատոմսով առաջին անգամ։ Տեսնենք ոնց է լինելու։ Ես էլ եմ անհամբեր, հիմա դուք էլ կսպասեք վերջնական արդյունքին։ Հուսամ, որ լավ կլինի։ Ձուն կոտրում եմ։ Եվ այս հիմա 4 ձուն հարում եմ, հետո աստիճանաբար կավելացնեմ շաքարավազը։ Այնքան պետք է հարենք, որ ինքը սպիտակի, փրփրի ու ծավալով էլ շատ ավելանա։ Հելու պահը ցույց չեմ տալիս, վերջնական այդ արդյունքը, որ արդեն հարել վերջացրել եմ, ցույց կտամ։ Ահա, տեսեք, հարեցի, ինքը սպիտակեց, ծավալով ավելացավ, տենց պնդացավ, բեզեի նման, են ձվանի տորթերի պես էլի, ոչ բուսայուղ եմ լցնում, ոչ սոդա, ահա, հարելու մեջ է գաղտնիքը, ինձ թվում է, ինչքան լավ հարես, այնքան լավ ստացված կլինի խմորը և հիմա ես մի հատ արդեն ջեռոցը միացնեմ, տապակն էլ պատրաստեցի, յուղաթուղթ եմ դրել և հիմա այս խմորի մեջ ես մի փոքր վանելին ղելու եմ աստիճանաբար լցնեմ այս 1 բաժակ ալյուրը։ Ես էլ 1 բաժակ ալյուր, ուրեմն չափաբաժինը 1 բաժակ շաքարավազ և 1 բաժակ ալյուր։ Ռուլետ եմ թխում։ Երևի ձալն է։ Գթալով մի հատ խառնեմ, որ ալյուրը չթռնի դեսուդեն, հետո նոր միքսերով հարիչով։ Եվ ինձ թվում է, որ լավ էլ եղավ, չգիտեմ։ Առաջին անգամ եմ փորձում, բայց այս տարբերակով է ձվանի տորթ սարքել եմ։ Ջրիկությունը լավ է, նորմալ է։ Եվ այս յուղաթղթի վրա նորից ես բուսայուղ եմ անում։ Չգիտեմ, նորից որոշեցի բուսայուղ անել չկպնի, պարտադիր անում եմ։ Այդ խմորը նայեք, ինչ լավ է եղել ու լցնում եմ, ոնց ենք ասում, աստվածջան, փորձը փորձանք չբերի, հա։ Բայց այս անգամ որոշեցի այս տարբերակով անեմ։
Եվ հեսա կտեսնենք արդյունքն էլ ոնց կլինի, ինչ կլինի, լավ կլինի, վատ կլինի, ինչ անենք։ Մարդիկ սարքելով են սովորում։ Այդ չես թվում։ Ռուլետ, Ինչ է։ ջեմով, Ինչ է։ ծիրանի։ Որքս սիրել։ Սենց, խմորակեր Լիլիթ ջան, գնային կոմ, փոքր ժամանակ մենք էլ ենք էլի տենց արե չէ, և ահա, մնաց որ հաջողվի, հաջողություն լինի, սպասենք արդյունքներին Լիլիթ, Ես կուտարեմ, մեծ է նոր է խաղել, բա, բա, Այստեղ ես արդեն պատրաստեցի ծիրանի ջեմ, դուք ռուլետը կարող եք ձեր ուզած ջեմով անել, օրինակ եթե ինձանով լիներ, մասուրի ջեմ է ունեմ, եմիշի ջեմ է ունեմ, հոնի ջեմ էլ ունեմ, այդ երեխաները հատկապես Լիլիթը սիրում է ծիրանի ջեմով, ավելի լավ է ծիրանի ջեմով անեմ, չնվնվա, պլպիչը պատրաստել եմ և հեսա ռուլետն էլ կլինի, ռուլետը բավականակարմրի, շատ լավ է եղել, անջատեմ, մի հատ ջեռոցը, ուй, միասին տեղափոխեմ, ու ես սրա հետ գործ չունենք, այստեղ Ոյ, քր այս մասը դե կարմրել է, այդ մեր գազօջախից է, բայց ասեմ, որ չի վառվել, ծիրանի ջեմն էլ կսում եմ արագ ու հեսա կպտտացնեմ, այս մեր ջեռոցը շատ լավ է թխում ամեն ինչ, ուղղակի պետք է մի քիչ զբաղվեն, գաղափար ունենանք, ներքևը անգամ գրել հարցրել էիք, ինքը ներքևը գազ է, իսկ վերևի մասը հոսանք է։ Ես էլ սենց, հետո պտտացնում, միգուցե սխալ եմ անում, պետք է պտտացնեմ, հետո բացեմ ջեմը կսեմ, չգիտեմ, ինձ կարող եք գրել։ Ես չեմ նեղանա, չեմ նեղվի։ Երկու րոպե թող մնա։ Ինձ թվում է, որ շատ էլ պետք չի մնա այս սրբիչի մեջ, ու բացեմ։ Ես ինչ լավ ստացվեց։ Ընտիր, ինչ կոնե թեթև, տեսեք, ոչ մի հատ չճաքեց, առաջին անգամվա համար Սա կարծում եմ գերազանց արդյունք է, գերազանց, ընտիր եղավ չէ, դուք էլ վերցրեք այդ բաղադրատոմսը շատ հեշտ էր, այնպես որ գրեք ու պատրաստեք։ Եվ ես ես երկարավուն ափսեմ բերեցի, գիտեք ինչ եմ ուզում անել, ուզում եմ տեղափոխեմ այստեղ, բայց այս կողքերից ես Ոչի հատվածից մի փոքր կտրեմ, որ ավելի սիրուն երևա, մի հատ, չգիտեմ շաքարի փոշի չեմ ուզում լցնել, որ ասեմ տանը չկա սուտ կլինի, կա, ուղղակի ես չեմ ուզում լցնել, այս կողքն էլ, սիրունացնեմ, և մեր համով ռուլետը պատրաստ է, մի հատ նայեք ստեղ, իչքան լավն է, ես որ հավանեցին, ամեն օր կասեն մամա սրանից թխի, ոնց են ասում, նայեք աղջիկներ ջան, ինչ լավ բաղադրատոմս ես հայտնագործեցի, հայտնաբերեցի, ու ասեմ, որ շատ ընտիր է, մի հատ չճաքեց, ոչ բուսայուղ եմ լցրել, ոչ սոդա, հետաքրքիր,
Եվ համի մասին էլ չեմ խոսում։ Ընտիր կլինի։ Ամուրջի։ Համը գերազանց է լինել Վաշոտ։ Վախենամ դուք ամեն օր ասեք, մամա, այս ռուլետից պատրաստի։ Այս ռուլետից։ Ես էլ ընկա հավեսի։ Դե ես էլ ընկա հավեսի, կտրում եմ ու կտրում եմ, հատ էլ փորձենք։ Մի հատ նայեք, ընտիրություն ստացվեց։ Լավ, երուտ ենք, սպանիր բա։ Սպանիրը ո՞րն է։ Հավեսին Բաղադրատոմսը։ Եսա կասեմ։ Հեսա կուտես կասես, ճիշտը կասես, չխափես։ Դե ձեն հանի։ Լավ։ Շատ համով է։ Եվ չաղացի որս հողամասի սեզոն չելվես մաշվես։ Հետևորդներ իրոք ընտիր Բաղադրատոմսը պահպանեք, այս Բաղադրատոմսը հեշտ է, ինչ որ տեսակ, պարզ հասարակ, գաղտնի ինչ որ բաղադրիչներ չլցրեցի, սոդա բուսայող ոչինչ, առաջի անգամ պատրաստեցի, շատ լավն էր, վրան շաքարավազ չեմ լցնում, սիրում ենք տենց բնական համը, որ լցնում ենք ոնց որ պեսոկ շաքարավազ ուտես, այսպես ավելի լավ է։ Դե ինչ, և ինչ եմ ուզում ձեզ խնդրել, սիրելի հետևորդներ, իշքան կարաք ակտիվ եղեք, տղրացեք իմ ալիքը, թող շատանան հետևորդները և ինձ գարնանային նվեր մատուցեք, թող հետևորդների բանակը, քանակը դառնա 40,000, որ մենք մեծ ուժերով, տեմպերով սկսենք մեր գարնանային աշխատանքը։ Ես ձեզ բոլորից շատ սիրում եմ, սիրելի հետևորդներ, գոհ եմ ձեր գրած մեկնաբանություններից, բարեմաղթանքներից, ինչ ասեմ, առողջ եղեք, դուք էլ լավ եղեք, բարձր տրամադրություն և լավ ուտելիքներ պատրաստեք ձեր երեխաների, ձեր ընտանիքի համար։ Պատրաստելուց, եփելուց, թխելուց հետո ամաններ են հավաքվում, խոհանոցն է խառնվում, ելնեմ անցնեմ իմ գործերին, ասում եմ բարի գիշեր, լավ եղեք, առողջ եղեք, անպայման լայքեք, բաժանորդագրվեք։